40 տարի է անցել այն ժամանակից, ինչ ես ապրում եմ այստեղ։ Հողը նույնն է, պատերը նույնն են, գարունը նույնն է, քարերը նույնն են, պատմությունս է ուրիշ։ Այստեղ երեխաներ ունեցա, այստեղ դիմացա, ու հիմա իմ վշտի հետ եմ, իմ կորուստի հետ եմ։ Սա այն վայրն է, որտեղ իմ տղան խաղում էր երեխա ժամանակ։ Քարերը նույնն են, սարերը նույնն են, ամեն ինչ նույնն է, հոգեհարազատ, սիրելի, հաճելի բնություն, մանկուց եմ տեսել, շատ եմ սիրում լեռներ, քարեր, վայրի ծաղիկներ, վայրի բնություն, բայց այսօր սրա հաճույքն էլ չեմ զգում, որովհետև դատարկ եմ մինչև վերջ, այն անդունդը, այն բացակայության խորությունը, որ իմ մեջ է, ոչ մի բանով չի լցվում։ Լինում են օրեր, որ չնչին խաղաղություն եմ գտնում, բայց դրանք այն բանի համար է, որ մարմինս կարողանա, հոգիս կարողանա հանգիստ գտնել, մի փոքր պաշար հավաքել հետագա ցավին դիմանալու համար։ Այն հատվածի ծառերը, որ տնկված են, իմ որդին է տնկել։ Ծառերն արդեն բերք են տալիս, գիլասի ծառեր են։ Ինչ ասեմ ուրիշ։ Ծնողի համար զավակի կորուստը տիեզերական աղետ է, գոյաբանական աղետ է, անհասկանալի, անբացատրելի։ Ոչ մի բանով դա հնարավոր չէ լցնել, այդ ցավը ոչ մի բանով հնարավոր չէ սփոփել և պետք էլ չէ, այսինքն դա հնարավոր չէ։ Ինչպես ապրել, ամեն օր հարցնում եմ, ինչպես ապրել, ինչի համար ապրել, երբ իմ աչքի առաջ իմ ապագան կորել է, չունեմ ապագա, չունեմ շարունակություն, բայց ապրում եմ, աշխարհը նաև այդպիսին է։ Չգիտեմ, կապող բաներ կան, ինչ-որ իմաստ եմ ուզում գտնեմ այդ կատարվածի մեջ, բացատրություն եմ ուզում գտնեմ, ուզում եմ հասկանամ, չկա, տիեզերական ցավ է։